Տիկին Անահիտ, դուք դեռ երեկվանից փակ եք պահում Բաղրամյան պողոտան, ձեր գլխավոր պահանջը Արմեն Աբազյանի հետ պաշտոնի կանչվելն է, ինչպես են պարզաբանում Նիկոլ Փաշինյանը կամ Ազգային ժողովից։ Չէ, տեսեք, արդեն իսկ ճիշտ ինֆորմացիա չէր պարոն Աբազյանին հետ կանչելը, չէ, մեր պահանջը դա չի։ Մեր պահանջն է, որ այս 5-4 տարի շարունակ Արմեն Աբազյանը զբաղվել է ԱԱԾ պաշտոնի հետ մեկտեղ, անհետքորածների հարցերով պատասխանատվությունը կրել է ինքը։ Հիմա քանի որ մեզ երեք արդեն ինֆորմացիան եկավ հասավ, որ արդեն պաշտոնից ազատվել է պարոն Աբազյանը, այդ արդեն մտահոգություն էր, որ թե մեր երեխեքով ովքեր են զբաղվելու։ Մենք առավոտ երեք եկանք հասանք այստեղ եւ իմացանք, որ կա նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար ազգային անվտանգության պետի պաշտոնին։ Եթե Անդրանիկ Սիմոնյանն է ստանձնելու այդ պաշտոնը, նաև տղերքի հարցերով զբաղվելու, ինձ թվում է լավ կլիներ, որ գար, ասեր ժողովուրդ ջան, այսօր եմ նշանակվե, մենք իրիկունը սպասում էինք ամեն դեպքում, այսօր եմ նշանակվե, եկեք վաղը ես հանդիպում կա կամ ինչ-որ մի բան, ասես դիվանագիտորեն, մյուս օրը ժողովուրդ ջան, խնդրեմ համեցեք իմ մոտ, հասկանանք, տենանք, ինքը չեկավ։ Իսկ միգուցե ինքը չի մեկ այլ ուրիշ մարդ է, լավ կլիներ, չէ, որ 2 օր գիշերեցին ժողովուրդը ծնողները, մայրերս, գիշերեցինք այստեղ, կենտրոնում։ Լավ կլիներ, չէ, ով որ պիտի այդ պատասխանատվությունը իր ուսերին կրի մինչև տղերքի վերադարձը, ուղղակի գար ասել ժողովուրդ ջան, եկեք այստեղ թեպետ մի տեղ հավաքվենք, զրուցենք, եկեք կոմֆորտ, այս ինչ մի տեղը հավաքվենք, մեզ էդ է պետք։ Մեզ ոչ քաղաքականությունն է հետաքրքիր, ոչ աղմուկն է հետաքրքիր, բայց եւ այնպես դրդում են դրան։ Հասկանում եք, չի կարելի։ Ինչի են գնացել այս աստիճանի ցածր մակարդակի։ Հայն հարիր է այս։ Իհարկե ոչ։ Այսօր տեսեք, մենք որոշեցինք, որ քանի որ այստեղ ոչ մեկ չեկավ, իշտենք հերացի, որտեղից որ ծնողների մեծ մասին այդ հերացից դենկա է եկե, որը եղել է խաբեություն, եղել է վրիպում, եղել է շփոթմունք, այնքան բան է եղել։ Շատ բավականին ծնողներ ունեն փաստեր, որ այո, սխալվել են, դենկա չի արվել։ Մտածեցինք, որ այդ հանք հերացի, այդտեղ մեր ընդամենը մի ժամանոց ակցիա անենք։ Մեզանից առաջ այ հենա, տեսեք, 3 ավտոբուս կա այնտեղ, այդ 3 ավտոբուսը արդեն այնտեղ էին, համակարգի աշխատողները, զորքը այնտեղ էր, կարակ մտնեք համացանց, տեսնեք, թե չէ, քաշքշուկ չի եղել, պարզապես պատնեշ էր, որ մենք չանցնենք ճանապարհ։ Մենք ծնողներով լիք ուզեցել ենք, որ անցնենք առաջ գոնե 5 րոպե, որ մեր ձայնը լսելի լինի նաև այդ հարթակում։ Տեսեք, մենք կարանք շատ ավելի վատ բաներ անել, շատ ավելի խոցվող տեղեր փակենք։ Եկեք չմոռանանք միջպետական ճանապարհներ գոյություն ունեն։ Լիքը բաներ կան, Չենք ուզում այդ սահմանն անցնենք, մեզ հարիր չի։ Պատնեշը եռա եւ քառա շերտ էր։ Ուղղակի շատ սենց իրավիճակը այնպիսին էր, որ իրանք ավելի շատ էին, քան թե մենք, որովհետև մենք 7-8 ծնողով էինք ոնց որ։ Այդքանով էինք, իրանք հետա մտեք համացանց, տեսեք քանի հոգի են։ Ու ես այդտեղ տղերքին մաղթեցի բարի ծառայություն ու հետ եկա նորից այստեղ։ Էսա։